1999 թվականի կաթողիկոսական ընտրություններից հետո եկեղեցում անընդհատ եղել են խնդիրներ, նաև բնական եմ համարում, որ եկեղեցին որպես մարմին, որպես ընտանիք պետք է ունենա իր խնդիրները, բայց այդ խնդիրները շատ հաճախ եղել են արհեստական եւ շատ հոգեվորականներ ինձանից առաջ անընդհատ բարձրաձայնել են խնդիրները 1 հոգի, 3 հոգի, 4 հոգի, 10 հոգի այդպես եղել է, որ դարձյալ ինձանից առաջ խնդիրները տարբեր ժամանակահատվածում բարձրաձայնել են, բայց ես նաև հետաքրքրվել եմ նրանց ճակատագրով, հասկացել եմ, որ բոլոր այն հոգեվորականները, ովքեր որ բարձրաձայնել են կամ կարգալույծ են եղել, կամ նրանց նկատմամբ ճնշումները այնքան շատ են եղել, որ այդ հոգեվորականները որոշել են այլևս եկեղեցու մեջ չմնալ, ասել կուզեմ, որ ամեն պահի, ամեն փուլում, այսպես ասեմ, չի եղել երևի թե այդպիսի 1 տարի 1999 թվականից սկսած, որ երևի թե կարգալուծություն եղած չլինի ու բոլորը չէ, որ վարքի հետ կապված ինչ որ խնդիր են ունեցել, այլ դրանց մի մասը նաև բարձրաձայնել է եկեղեցու ներսում եղած խնդիրները կամ իրենց հանդեպ ունեցած անարդարությունների վերաբերյալ բարձրաձայնումներ են արել, ինչի պատասխանը եղել է պատիժը նրանց հետ կապված եւ այդ մարդիկ այսօր եկեղեցու շարքերում չեն, թե ինչքան հոգեվորականներ են լքել այս ընթացքում եկեղեցին, նրանց թիվը հստակ չեմ կարող ասել, բայց հարյուրավոր սարկավագներ այս ճնշումների ներքո, այս անարդարության ներքո լքել են Մարիաթոր Սուրբ Էջմիածինը,